տեղում գեղատեսիլ շինության կառուցմանը։ Ուզում եմ հիշատակել այն պիլոտային նախագիծը, որ մենք իրականացնում ենք Գառնի Գեղարդ ճանապարհային հատվածում, նպատակ ունենալով ձևավորել մի նոր տուրիստական կենտրոն, նպատակ ունենալով մեծացնել ուշադրությունը մասնավոր ներդրողների շինարարական նոր պրոյեկտների նկատմամբ։ Շինարարն աշխատավոր ժողովուրդ է, իսկ փոփոխված կամ բարդացված պայմաններին մենք հակադրելու ենք նոր մտածողություն, նոր մոտեցումներ, նոր լուծումներ։ Արդեն անցած տարի մենք ստեղծել ենք ճարտարապետների եւ շինարար ճարտարագետների համահայկական ասոցիացիան, նպատակ ունենալով հայրենաշինության գործում գրավել նաեւ Սփյուռքի ներուժը։ Եղեգիս Հերմոն 7,5 կիլոմետր և Ախուրյան Մուսայելյան Ջրարատ 12,8 կիլոմետր երկարությամբ ճանապարհների շինարարության համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 8 ընկերություն։ Հայտերի փաթեթը բացվել է այսօր։ Մրցութային հանձնաժողովը մանրակրկիտ կուսումնասիրի բոլոր առաջարկները և հնարավորինս սեղմ ժամկետում կընտրի գործառույին։ Տրանսպորտի և կապի նախարարությունում այսօր բացվեցին հանրապետական նշանակության ճանապարհաշինության երկու մրցույթների փաթեթները։ Շիրակի մարզում դա Ախուրյան, Կարմուտ, Մուսայելյան ջրարատ ճանապարհահատվածն է, որի երկարությունը 12 կիլոմետր 800 մետր է, եւ Վայոց ձորում 7,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը Եղեգիս Հերմոն։ Ըստ մրցութային հանձնաժողովի նախագահի կհաղթեն այն հայտատուները, որոնք ի վիճակի են նվազագույն գներով եւ պահանջվող չափանիշներին համապատասխան իրականացնել շինարարությունը։ Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը հանրապետության 9 մարզերում 60 համայնքների 115,000 բնակչությանն արդեն ապահովել է ժամանակակից ճանապարհներով։ Մրցութային հանձնաժողովի անդամներից մեկը հասարակական կազմակերպության ղեկավար է։ Գիտի թե հատկապես ինչպիսին պիտի լինի ճանապարհը։ Ճանապարհը պետք է ներողամիտ լինի, վարորդներին ների։ Ցանկացած մարդ ինքը կարող է թույլ տալ սխալ եւ չպետք է այդ սխալը անդրադառնա իր կյանքին կամ իր ուղևորների կամ հետիոտնի կյանքին։ Արամ Ադամյանը հայտատուներից մեկն է, պատմում է, որ ճանապարհաշինության մեծ փորձ ունի։ Հորոմ արդիկ ալագյաս ճանապարհն են կարել Երևան Գյումրի Վրաստանի սահման ճանապարհն են կարել։ Նրա 130 հոգանոց աշխատակազմը պատրաստ է դիմագրավել նոր մարտահրավերներ։ Չնայած մենք աշխատանք չունենք, բայց բոլորին պահում ենք, որպեսզի չցրվեն։ 8 հայտատու ճանապարհաշինական կազմակերպություն շատ սեղմ ժամկետում կիմանա, կվստահեն իրեն նոր ճանապարհների կառուցումը։ Ալեքսանդր Բախտամյանն ասում է, որ նախկիններն այնքան որակով են սարքվել, որ նույնիսկ մրցանակ են ստացել։ Ունեն տեխնիկական ստուգողներ եւ անկախ աուդիտոր, որոնք այս տարի ընտրվել են միջազգային մրցույթով։ Գերմանացիներ են, հենց նրանք էլ հսկելու են նոր ճանապարհների կառուցման որակը։ Հսկողությունը իրականացնում է ամենօրյա հսկողության սկզբունքով։ Պարոն Բախտամյանը վստահեցնում է, որ այս տարի կվերականգնվի 50 կիլոմետր կենսական նշանակության ճանապարհ, այդ թվում դեպի Տաթև տանող հանրապետական նշանակության Շինուհայր Հալիձոր ճանապարհը, որի աշխատանքներն արդեն սկսվել են։ Մայր Արշակյան-Հակոբ Սարգսյան, Հայլուր։ Համաճարակի բռնկման վախով ու հակահիգիենիկ պայմաններում է ապրում Էջմիածնի մի ամբողջ թաղամաս։ Անդրանիկ կոչվող այս բնակավայրում հիմնադրման պահից մինչև հիմա կոյուղի չկա։ Անդրանիկցիների առողջության ու տարրական կենցաղային պայմանների գինը 40 միլիոն դրամ է։ Բնակիչների ահազանգերի պատասխանն էլ միշտ նույնն է։ Հայ ջրմուղ կոյուղին նման հնարավորություններ չունի։ Եթե Խորհրդային Միության փլուզումը մի քանի տարով հետաձգվեր, նորակառույց թաղամասերում որևէ խնդիր չէր լինի, ասում են Էջմիածնի Անդրանիկ թաղամասի բնակիչները։ 20 տարի առաջ ամայի այդ տարածքներում նրանք տներ են կառուցել եւ մինչեւ օրս ապրում են կոմունիկացիոն բազում խնդիրների բեռը շալակած։ Ամենաառաջնայինը սակայն կողագծի բացակայությունն է։ Արդեն 2 տասնամյակ քաղաքաբնակներն իրենց բնական պահանջները հոգալու պապենական մեթոդն են կիրառում։ Ասում են հորատվող փոսերը որքան խորը լինեն, այնքան երկար կծառայեն։ 20 տարի հեշտ է այս վիճակում ապրել, չի կարելի, չէ։ Մենք էլ ենք մարդ։ Ամոթ էլ է, որ դաժե մենք այս մասին խոսում ենք։ Ոնց կարելի է այս դարում մարդ կոյուղի չունենա։ Իմ հայաթը արդեն ցեմենտ բետոնը ճաքել է, այնքան ջուրը գնում է վրան։ Մի հատ լվացվելու տեղ չկա, որ մենք լվացվենք։ Լվացարան անգամ վախենում ենք դնեն, կանալիզացիա չկա, որ դուրս գա այդ ջուրը։ Բնակիչներն օգտագործված ջուրը լցնում են որտեղ պատահի դժվար անցանելի դարձնելով թաղամասի առանց այն էլ քարքարոտ ճանապարհը։ Շատերը չեն դիմանում, ջրի գնով վաճառում են տունն ու տեղափոխվում այլ թաղամասեր։ Իսկ առանձնատների գայթակղիչ գներով հրապուրվածները տունը ձեռք բերելուց հետո առաջնահերթ հորատման գործն են ձեռնարկում։ Դրանից է սկսել նաև Սիրիայից տեղափոխված Գևորգ Խաչատրյանը, որքան բազմամարդ է ընտանիքը, այնքան արագ է հասունանում փոսերը միմյանցով փոխարինելու հաճախականությունը։ Երկրորդ հորն ենք փորե
ու միշտ վախում ենք, երեխաներ կա, փոքրեր կա, վախում ենք ընկնեն մեջը։ Թաղամասը կոյուղացնելու համար հարկավոր է 500 գծամետր խողովակաշար համապատասխան կառույցներով։ Բնակիչները դիմել են հայ ջրմուղ կոյուղու Էջմիածնի բաժանմունք։ Դիմումի հետքերով այցելեցին ընկերություն, ասացին, որ ծրագիր է ներկայացրել իրենց անմիջական ղեկավարությանը, կենտրոն արևմտյան մասնաճյուղին։ Հարցը բարձրացրել ենք հայ ջրմուղի առջև նամակով, որպեսզի նախագիծ կազմի եւ մրցվի առաջիկա ներդրումային ծրագրերով։ Մինչ Անդրանիկ թաղամասի կոյուղի խնդիրը կաբինետից կաբինետ է անցնում, կեղտի եւ գարշահոտության մեջ ապրող բնակիչները մի նամակ էլ երկրի իշխանություններին են ուղղում հարցի լուծումը արագացնելու խնդրանքով։ Պատասխան նամակը չի ուշանում, վերահասցեագրված գրությունը ջրային տնտեսության պետական կոմիտեից է։ Տեղեկացվում է, որ թաղամասը կոյուղացնելու համար կպահանջվի 40 միլիոն դրամ, ինչի հնարավորությունը հայ ջրմուղ կոյուղին չունի։ Իսկ Անդրանիկ 1-ում մարդիկ ապրում են ինֆեկցիոն հիվանդությունների ամեն պահի բռնկման վախսրտներում։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Քոչարյան, Արթուր Մկրտչյան, Հայլուր։ Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի 1000-ից ավելի բնակիչներ անվճար բուժօգնություն են ստացել Հանրապետական կուսակցության նախաձեռնության շնորհիվ։ Երկրի առաջատար բժիշկներն այցելում են մարզեր, ախտորոշում, բուժում եւ խորհուրդներ են տալիս բոլոր ցանկացողներին։ Ակցիայի երրորդ կանգառը Արարատի մարզն էր։ Այստեղ շուտով կբացվի նաեւ երեխաների զարգացման ու վերականգնման հատուկ կենտրոն։ Անվճար բուժ սպասարկումից օգտվելու համար միայն Արտաշատում հերթագրվել է 150 մարդ։ Ծրագրի հիմնական նպատակն է հաճախակի դարձնել քաղաքացիների ստացիոնար այցերը բժշկին։ Կազմակերպիչները վստահեցնում են, եթե օրվա ընթացքում բժշկական հետազոտություն անցնել ցանկացողների թիվը ավելանա, ապա մասնագետները կաշխատեն նաև վաղը։ Ծրագիրը իրականացում է Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հովանավորությամբ։ Բժիշկները առողջապահության կազմակերպիչներ հասարակական կազմակերպությունից են։ Մարզեր այցելելուց առաջ նրանք ճշտում են անհրաժեշտ մասնագետների թիվը։ Բժիշկներն արդեն ունեն իրենց մարզային հետազոտությունների մոտավոր տվյալները։ Այս մարզում ավելի շատ մենք ունենք ուրեմն բրուցկաբանների կարիք, որովհետև մասնագիտական այդպիսի ուրեմն ցանկ է մեզ ներկայացված, մնացած մարզերում մեզ ավելի շատ ուրեմն կարծես թե կարիք է եղել եւ էնդոկրինոլոգների եւ կարդիոլոգների։ Այսօր Արարատի 4 խոշոր կենտրոններում աշխատելու է տարբեր ոլորտների 25 առաջատար բժիշկ։ Նրանք ախտորոշում են հիվանդներին եւ տրամադրում անհրաժեշտ բուժօգնություն։ Հիվանդանոցներին ու պոլիկլինիկաներին հատկացնում են դեղորայք։ Տիկին Մարեդան երիկամային խնդիրներ ունի, դեղորայքն էլ դժվարությամբ է ձեռք բերում։ Այս ակցիայի մասին լսել է Արագածոտնում բնակվող իր բարեկամից ու շտապ էլ հերթագրվել։ Լավական ստուգվեն, բուժվեն, նշանակումներ անեն։ Ամեն ինչ օգնում է, եթե հետևեն կան նային շատ լավ կլինի։ Հետազոտության ընթացքում եթե լինում են բար դեպքեր, որոնք զուտ պոլիկլինիկական, այսպիսի պայմաններում հնարավոր չէ բուժել, ապա դրանց հետագա բուժ ստացիոնալ բուժ օգնությունը դա նույնպես Հանրապետական կուսակցությունը վերցրել է իր վրա։ Արտաշատի երեխայի զարգացման եւ վերականգնման կենտրոնն է կառուցվող հաստատությունը բաղկացած է մանկապարտեզից եւ բուժ հաստատությունից։ Վերականգնողական նման հաստատություններ կան երկրի 6 քաղաքներում, բայց սա առաջինն է, որը միացված է մանկապարտեզին։ Այն կառուցվում է ՀՀԿ-ի եւ միջազգային կազմակերպությունների օգնությամբ։ Երեխաները, որոնք բացի նրանից, որ ուղղակի պետք է այցելեն մանկապարտեզ, կարիք կունենան վերականգնողական բժշկական միջամտությունների, նրանք ուղղակի կողքը կառուցվող վերականգնողական կենտրոնում կստանան այդ միջամտությունները եւ կվերադառնան մանկապարտեզ շարունակելու իրենց առօրյան։ Բժշկական հաստատություններում, բայց դռների ակցիան շարունակվում է։ Կազմակերպիչները նախատեսում են այս ամիս այցելել նաեւ Շիրակի մարզ։ Տիգրան Դանիելյան, Հակոբ Թումանյան, Հայլուր։ Եղարքունիքում այս տարի հացահատկի բերքից գոհ են, ցանկատարածություններն ավելացել են, կառավարությունն էլ օժանդակել է ծագած խնդիրների լուծման հարցում ու հիմա բերքը հավաքելու համար նույնիսկ հարևան գյուղերից են տեխնիկա բերում։ Բերքահավաքի ավարտին կանխատեսում են անցած տարվա ցուցանիշը գերազանցել 6000 տոննայով։ Եղարքունիքի մարզում այս տարի ցանվել է մոտ 42500 հեկտար հացահատիկ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 3000 հեկտարով։ Ցանկատարածություններն ավելացել են հատկապես Վարդենիսի տարածքում, ինչին նպաստել է նաև կառավարության վարած քաղաքականությունը։ Համայնքն ունի 551 հեկտար վարելահող, շուրջ 10-15 տարի բարձր տարածքում գտնվող վարելահողերն ընդհանրապես չէին մշակվում։ 2009 թվականից սկսված այդ գարանացանի սուբսիդավորման եւ աշնանացանի սուբսիդավորման այդ կապված ժողովուրդը միանգամից վարձակալեցին այս տարածքի հողատարածքները եւ սկսեցին ցանել։ Արկա ցանկատարածությունների 17530 հեկտարն աշնանացան ցորեն է, որի 1 հեկտարի միջին բերքատվությունը տատանվում է 25-ից 27 ցենտների միջակայքում։
Բերքարատությամբ հատկապես աչքի ընկնում Վարդենիսի տարածքը։ Բերքատվությունից չեն դժգոհում ինչպես խոշոր, այնպես էլ մանր գյուղացիական տնտեսությունները։ Տարին նպաստավոր էր այս տարի, հատկապես ցորենի համար։ Մեզ մոտ բերքատվությունը նորմալի պայմաններում է, մենք կստանանք բարձր բերք։ Բերքի վիճակից չեմ գանգատվում, այսօր 5-րդ օրն է, որ մենք բերքավակ ենք անում, 30 ցենտներ ստանում ենք, նման կլիմայական պայմաններում, սա գերազանց բերք է։ Թեև մարզն այսօր ունի մոտ 170 հացահատիկահավաք կոմբայն, սակայն բերքի առատության հետևանքով կոմբայններ են բերվել նաև հարևան մարզերից։ Տարին նպաստավոր է նաև ցանված մոտ 25,000 հեկտար գարու ցանքատարածությունների համար։ Այստեղ 1 հեկտարի միջին բերքատվությունը հասնում է 22-ից 25 ցենտների։ Մասնագիտական հաշվարկներով մինչև բերքահավաքի ավարտը մարզում կկուտակվի մոտ 120,000 տոննա հացահատիկի համախառն բերք, այն նախորդ տարվանից ավել է մոտ 6,000 տոննայով։